Հարգելիներս, այսօր մենք ամփոփում ենք, ինչպես է ինքնաարտահայտվում թեման։ Այսօրվա դասի կկրկնեք անցած թեմաները, կկրահեք թե ոչ ստեղծագործությունից են հատվածները, խմբով կներկայացնեք ձեզ հատկացված ստեղծագործությունը և անպայման վերջում կասեք, թե այդ դասից ինչ հասկացաք։ Աշխատելու եք խմբով, հետևաբար պահպանելու եք կանոնները, աշխատելու եք լուր, լսելու եք ընկերներին, լսելու եք իմ հրահանգները և մասնակցելու եք խմբի աշխատանքին։ Պայմանները ծանոթ են ձեզ։ Այժմ ես ձեզ կբաժանեմ փոքրիկ հատվածներ ստեղծագործություններից, որոնք մենք սովորել ենք։ Ուշադիր կկարդաք, երբ պատրաստ լինեք, ձեռք կբարձրացնեք խմբի ավարտը և կասի, որ ստեղծագործությունից է։ Չենք հաղթում, չենք հաղթում։ Խմբերի ավակներ, կրահեցիք, որ ստեղծագործություններ են։ Մհեր։ Նկարել ու մեջը ինձ նկարել։ Սա նկարչություն բանաստեղծությունն է։ Մոտեցիր, Ագնեսա։ Հենց երաժշտություն եմ լսում, հանգիստ չեմ կարողանում մնալ։ Սիրտս թրթռում է, ուզում եմ բարել, ցույց տալ, թե ինչ եմ զգում։ Սա փոքրիկ պարուհի ստեղծագործությունն է։ Մոտեցիր, Արևիկ։ Երբ կկանգնես մանրուր քարից, սամոս կասես ծաղիկներից։ Սա կաքավիկով բանաստեղծությունն է։ Նատալի։ Նա զարմացավ, որ մաշտոցն ուզում է իր համար է դարձ ստեղծել, և համեստորեն գրքով արել։ Սա տարն է շեշտադրում է ունենալ բանաստեղծություն։ Եվ Մարիամ։ Խնդավից ու ձանձրույթից ազատվելու համար մարդիկ շատ են ուզում մի նոր բան ունենալ։ Սա ես բանաստեղծությունն է։ Լավ։ Նարեկ։ Երբ կկանգնես մանրոց քարից, սաղմոս կասես ծաղիկներից։ Սա կաքավիկով բանաստեղծությունն է։ Ահա, ես կաքավիկով բանաստեղծությունը հանձնարարել եմ երկու խմբի, որ խմբերից մեկը արտասանեային, իսկ մյուսը փորձի երկով ներկայանալ։ Խմբեր, որոշել եք ով ինչպես ներկայանալ։ Ինչպես Արևիկ ջան։ Երկով, դուք երկով թե բանաստեղծություն եք արտասանելու եք բանաստեղծությունից դուք երկով եք ներկայանալու։ Լավ, այժմ ձեզ ժամանակ է տրվում, խմբի ներսում որոշելու, թե ով ինչ դեր է կատարելու և ինչպես է ներկայացնելու աշխատանքը։ Խմբերի ավակներ, հետևեք, որ բոլորը մասնակցեն քննարկմանը։ Հարգելիներս ժամանակն արդեն սպառվել է, հուսով եմ դուք արդեն պատրաստ եք և գիտեք ինչպես ներկայանալ։ Առաջին հետո խնդրեմ, Լևոնտյան Շայթյան, ձեր ով ներկայանալ։ Մեզ նախ շրջում է Հայաստանի դրություն և մարդման դրություն է նրանց խոսքերը։ Տարեր են հորինում այդ հուշումների համար։ Մինչև մաշտոցը մի օր նստած էր ծառի հովին և զրուցում էր ստեղծված տարերի հետ։ Անկախ քթերի միջից ուզում ես մաշտոցն ասած, ուզում ես նայել մեզ և մեզ հետ է պահմիտոցի խաղալ։ Ան զարմացավ, որ մաշտոցը ինքնին է, բոլոր տարերը ծաղկվեցին ուրախությունից։ Այդ դեպքում ես քեզ մի կախակ է հանգուցար
ներկայացու ձեր խմբի աշխատանքը։ Կաքավիկ օդը հեղինակը Հովհաննես Թումանյան։ Արև բացել թուխանտել են կաքավ թրավ կանաս սարել սարին ծերը, բարև ելավ ծաղիկները, սիրունիկ նախշն կաքավիկ։ Քոբում ուսա ծաղիկներով շուշան արտիզն ու ֆարավ կոտեղ լծած հողուշանով քնես կերնես երկու տախով։ Սիունիկ նախշան կաքավիկ։ Խոչը թափուկ ու խատուտիկ, պստի կդուց կարմիր դոտիկ, կարմիր դոտիկներով կշորորած ջուտիկներով։ Սիունիկ նախշան կաքավիկ։ Երբ կգամնես մամրոտ քարին, սաղմոց կասես ծաղիկների, դարդի ծով է սրտ կհանես, մեր սրտերին քրին կբերես։ Սիունիկ նախշան կաքավիկ։ Լավ, շնորհակալություն, հաջորդը ես խնդրում եմ ներկայացեք։ Մենք ներկայացնելու ենք նկարչություն ստեղծագործությունը։ Ով է հեղինակը։ Հեղինակը Ռազմիկ Դավայան։ Այստեղ մի տուն նկարեմ, կողքին մի ծառ նկարեմ, վրան մի գույն նկարեմ, մեջը պիտակ նկարեմ։ Հեռվում շոգդանց նկարեմ, կակած ուսից նկարեմ, ջրով լիտած նկարեմ, ու մեջը ինձ նկարեմ։ Օքից մայրիկս կանգնի, ես ջուր տանեմ հեշերին, խոշոր աստեր կթոլեմ, նրա սրտի գիշերին։ Հետո մի թուք նկարեմ, վրան խոշոր կարմիր վատ, այնքան անուշ նկարեմ, որ զարմանա ամեն մարդ։ Ինչպես եք ներկայանալու։ Մենք երկելու ենք ակավի ոտքը բանաստեղծություն։ Երկով եք ներկայացնելու։ Լսում ենք հաջորդ խնդրին, ապա հեսա։ Մենք ներկայացնելու ենք փոքրիկ Ֆարուհին, նրա հեղինակն է Վաչավան Սարգսյանը։ Մամ, ուզում է Ֆարուհի դառնալ, Դեռ դպրոցական պայուսակը չհանած, ասաց փոքրիկ Լուսինեն։ Ինչու որոշեցիք Ֆարուհի դառնալ։ Ուզում եք, որ բոլորը հիանան ինձնով, ուզում եք, որ ինձ ծափահարեն։ Եվ ո՞րն էր այս ստեղծագործության գլխավոր միտքը։ Այն հասկացան, որ կարելի է մեր սերը արտահայտել բառով։ Ես առաջարկում եմ աղջիկները միանան մեզ և բառել։ Լավ, տեսնեմ։ Հարգելիներս, ինչպես տեսնում եմ, արդեն ավարտել եք նկարել ձեր նշած կենդանիների միքս տարբերակը, ստացել եք նոր կենդանի։ Հիմա մտածում եք անուն, ձեր ստեղծած կենդանուն, որտեղ է ապրում և ինչով է սնվում։ Մտածեք, ժամանակ ունեք 2 րոպե, մտածում եք, քննարկում եք խմբում, ապա պատասխանում եք։ Լավ։ Ինչպես տեսնում եք, բոլորդ արդեն ավարտել եք ձեզ հանձնարարված անհավանական գոյություն չունեցող կենդանու պատկերումը։ Խնդրում եմ մոտեցեք, ներկայացրեք, ինչ անուն եք դրել և որտեղ է այն ապրում։ Եկեք։
տեսնեմ։ Շատ գեղեցիկ ու հրաշալի աշխատանքներ են ստացել։ Շատ հետաքրքիր է։ Որտեղ է ապրում, ինչով է սնվում։ Նարէ սկսիր։ Իմ կենդանու անունը Կաքավակատու է։ Նա ապրում է ծառի բնի մեջ։ Սնվում է պտուղներով։ Լավ, հետաքրքիր է, ես կփակցնեմ նկարը։ Այդ ընթացքում Մարինեն կխոսի։ Իմ կենդանու անունը Բարձր Մարինե Իմ ջան։ կենդանու անունը Արագիրա Կատու է։ Նա ապրում է օդում և ցամաքում, սնվում է մշկերով և բանջարեղեններով։ Հրաշալի։ Իմ կենդանու անունը Արծվավալկն է։ Նա սնվելու է միսով և ապրելու է ծառի վրա։ Լավ։ Իմ կենդանու անունը Աղավնաշուն է։ Նա ապրում է անտառում և ուտում է խոտ։ Ինչ է ուտում։ Խոտ։ Խոտ է ուտում։ Ահա, խոտակերշուն ենք ստացել։ Հաջորդը։ Ծիծեռնակա ձուկ է, նա ապրում է օվկիանոսում, ուտում է փոքրիկ ձկներ։ Փոքրիկ ձկներ է ուտում։ Իմ կենդանու անունը Ագրավա Կրիա է։ Նա ապրում է ջրում։ Նա ուտում է ձկներ։ Շատ լավ։ Դուք քո նկարներ փակցնեմ։ Եք սիրելիները շատ գեղեցիկ աշխատանքներ եք ստեղծել։ Դուք դարձել եք նորարարներ։ Շատ հիմնարկներ եւ ղեկավարներ իրենց աշխատողների ստեղծագործական միտքը զարգացնում են հենց այս մեթոդով։ Վստահ եմ, որ դուք ապագայի ստեղծագործ նորարարներն եք լինելու։ Տնային հանձնարարություն։ Ձեր ստեղծած կենդանիների մասին գրում եք փոքրիկ շարադրություն։